անգամ հնարավոր է, չէ՞։ Պատվարժան դա։ Քանի որ դուք եք ներկայացել վերջնական ձեր խոսքի վերաբերյալ որոշումը եւ սրանով կսահմանափակվենք։ Քանի որ պարոն Հովհաննիսյանը մեղադրեց ինձ սոփեստության մեջ, էլի պարոն Վարդեվանյանը օրինակով ասեմ դա վատ բան չի, բայց ամեն դեպքում այդ տրամաբանական հնարքը ես չէի կիրառում, իմ դատողությունները այլ էին։ Ընդ որում երբ որ ինքը ասում է, որ ես մեջբերում էի կատարում մեղադրական եզրակացությունից, ես մեղադրական եզրակացությունից չէի մեջբերում կատարում, որտեղ դատախազը ազատ է իր ցանկալի հատվածը, որ ըստ իր կարծիքի մեղադրանքն այնավորում դա մեջբերի։ Ես ուղղակի ընթերցում էի քննչական գործողության արձանագրությունը, որը ամբողջական է։ Ինքը պետք է ամբողջական տվյալ պարունակի ձայնագրության մասին, սակայն չի պարունակում։ Հիմա մեր հասարակությունը լսել է եւ ձայնագրության ամբողջական տարբերակը, եւ լսել է այս հատվածները, եւ լսել է գլխավոր դատախազի ելույթը եւ քննչական կոմիտեի նախագահի ելույթը։ Այստեղ վերաբերելիության խնդիր չի։ Այստեղ բացահայտ երկու տարբեր կոնտեքստներ են։ Մի դեպքում բարձրագույն պաշտոնատար անձը ինքը պնդում են, որ այս մեղադրվող գործողությունների շրջանակում պլանավորվում էր մարդկանց գնդակահարել, սա հստակ մեղադրանք է։ Իր իրական կոնտեքստում կամ այն կոնտեքստում, որը ձայնագրության մեջ կա, դա էլ պետք է հասկանանք, դա էլ է իրական, թե դա էլ է կտրած, խոսք է գնում լրիվ ուրիշ բանի մասին։ Սա վերաբերելիության խնդիր չի բացարձակ։ Սա բովանդակության խեղաթյուրման վերաբերյալ տվյալ է։ Ինչ վերաբերում է կեղծիքին, ես մի մասով բավարարված եմ հանրային մեղադրողի պատասխանից, ինքը պնդում է, որ այստեղ կեղծիք չկա։ Հետևաբար, եթե առաջնորդվենք դրանով, ապա մնացածը իրենց դիրքորոշման տեսանկյունից հասկանալի է, եթե կեղծիք չկա, հետևաբար կանխական վերաբերմունք չկա։ Խնդիրը ուրիշ տեղ ընդհանրապես։ Բոլորը գիտեն, որ այստեղ կեղծիք կա։ Երբ որ անձը կանգնում ասում է, չէ, այս ակնհայտ կեղծ բանը կեղծ չի, արդեն կարելի է կարծիք ձևակերպել իր մնացած բոլոր հայտարարությունների ճշմարտացիության վերաբերյալ։ Հետևաբար ես մեր հասարակությանն էլ, մեր դատական նիստերը նայողներին այստեղ արդեն կոնկրետ հասցեագրեմ նաև ընդունելով են մեղադրանքի մի հատվածը, որ սարվում է նաև հասարակության համար, որտեղ հասարակության աչքերը պետք է բացվեն, թե գործում ինչա կատարվում, այո ես ասում եմ, ուշադրությամբ հետևեք դատախազ Հովհաննիսյանի խոսքին։ Մի անգամ արդեն նա ակնհայտ կեղծ բանը համարել է ոչ կեղծ բան։ Եվ իր հաջորդ բոլոր գործողություններին վերաբերեք նույն կասկածով։ Շնորհակալություն։